Ես 44-օրյա պատերազմում նահատակված Կարապետ Բուրնազյանի մայրիկն եմ, ուզում եմ մտահոգությունս և բողոքս արտահայտեմ, վերջին շրջանում անընդհատ շրջանառվող այն հարցը, որ ադրբեջանական բենզինը պետք է վաճառվի Հայաստանում։ Ուզում եմ հասկանամ, խաղաղություն բերած ՔՊ կուսակցությունը, իշխանությունը ոնց է պատկերացնում այդ ամեն ինչը։ Իրանց համար դա Ալիևի հերթական պահանջը կատարելն է, ի կատար ածելը։ Ոնց եմ պատկերացնում, եթե մեր տղաների արյունը թափվել է հանուն մեր հայրենիքի, ես այլ ձևակերպում դրան չեմ ուզում տամ, քաղաքի կենտրոն բանուկ մասում տեսնել ադրբեջանական տառերը, շահարկվի այն փաստը, որ մենք խաղաղություն ենք կնքել, բերում ենք էժան բենզին վաճառքի համար։ Ես ուզում եմ մի պահ մարդիկ պատկերացնեն, սպառողները, այդ նույն բենզինով սպասարկվելու է մեր ՊՆ ռազմական տեխնիկան, ոնց եք պատկերացնում, աշխատելու է դա, ու մենք ոնց ենք ապահովելու մեր ինքնապաշտպանությունը այս պարագայում։ Ես ուզում եմ հարցը բարձրացնեմ այս ձևի։ Բերել են ադրբեջանական տառերով բենզինը վաճառելու են այս թևի վրա, աջ թևի վրա, ձախ թևի վրա նայում ես հուշակոթողն է ծիծեռնակաբերդի, մեր նահատակված զոհերի, այն մյուս կողմը թևի վրա ոչ տեսանելի հատվածում եռաբլուրն է։ Դու հարկադրել ես ինձ ապրել այս երկրում, որտեվ ես ուրիշ տեղ գնալու ալտերնատիվ տարբերակ չունեմ, որտեվ տղաս էստեղ է։ Դու ինձ ստիպելու ես, որ ես հանդուրժեմ ադրբեջանցիներին, վաղ նույն հաջողությամբ ադրբեջանցին գալու է ապրի էստեղ, օգտագործի իր բենզինը։ Սա մեր տունն է։ Ես տրուկ չեմ, ես ապրում եմ իմ երկրում, իմ հայրենիքում։ Այս հողի համար ես վճարել եմ ամենաթանկը։ Ես դեմ եմ, ես բոյկոտում եմ։ Ու ցանկացած անդիմադիր գործողություն, որ կատարվելու է այս իշխանության դեմ, ես կանգնած եմ։ Ադրբեջանցին ինքը ողերիմ թշնամին է իմ հայ ազգի։ Թուրքից ծլած մի մասնիկ է, որը ավելի ողերիմ է, որովհետև իրանք ազգ չլինելով, մեր պատմությանը, մեր մշակույթին ամեն ինչ տիրանալով ուզում են դառնան ազգ։ Եվ դրա հետ շատ ժամանակներ չի անցել, 5 տարի անցել, որ Թուրշունը ինքը հարձակվեց, մենք չենք հարձակվել, իրանք հարձակվեցին պարտված լինելով 30 տարի հանգիստ մենք նստեցինք, նրանք իրանց գործն արեցին, այսօրվա օրոք անցել է 5 տարի, մեր երեխեքի թանկ արյունը թափվեց հանուն հայրենիքի, էլ չեմ ասում, որ մեր տղաները չեն պարտվել, որովհետև մեր տղաներին հենց թիկունքից հիմիկվա իշխանությունը մեր տղաներին մահվան մատնեց ադրբեջանցու ձեռքում։ Նայում ենք վերևը ծիծեռնակաբերդն է, նայում ենք այդ էժանոց բենզինը բերում եք, ինչ անեք, մի անգամ կարող է մի քիչ որակով բենզին տան, իսկ հետագայի մասին չեն մտածում, գիտնական մարդիկ կան, թող այդ ասենք թե բենզինի մեջ շատ հավանական է այս նյութեր լցնեն, որ վաղը չեմ իսօր մեքենաները երբ որ վառվեն, այդ թունյավոր նյութերը լցվի Հայաստանով մեկ, տեղից էլ Հայաստանում ցավոք սրտի մաքուր օդ չկա շնչելու։ Ինչ կան այդ մեծահարուստներ, ինչ կան ողորմելի են, ինչ կան անարժեք են, որ այդ հարստանալու բանով լցված գնում են թշնամուց բենզին եք գնում։ Անամոտ, անարժեք, անկուշտ, այս իշխանությանը սազող, այդ հարուստները, որ գնում են պայմանագիր են կնքում, ապուշ, դու չես հասկանում ինչ ես անում։ Իմ երեխու արյունը թափվել է, դու հիմա ուրախանում ես, որ հայ արյուն է թափել, դու ադրբեջանցուց կարաս էժան բենզին բերես։